ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Տոկիո, որտեղ հանդիպել է կայսր Նարուհիտոյի և նախատեսում է հանդիպել Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հոկտեմբերի 28-ին։ Այցի նպատակն է խթանել առևտրային գործարքները, ներդրումները և պաշտպանական ծախսերի ավելացումը։ Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին խոստացել է գնել ամերիկյան բեռնատարներ, սոյա և գազ, Թրամփին տպավորելու համար։ Այսպես են դիմավորել Թրամփին Մալայզիայում, որտեղից Դոնալդ Թրամփը սկսել է իր ասիական շրջագայությունը։ Տոկիո մեկնելուց առաջ Կուալա Լումպուրում Թրամփը մասնակցել է Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին։ Մալայզիան նա անվանել է հիանալի և շատ կենսունակ երկիր վեհաժողովին մասնակցելուց և առևտրային մի շարք համաձայնագրեր կնքելուց հետո։ Այստեղ նա միջնորդել է Թայլանդի և Կամբոջայի միջև զինադադարի կնքումը։ Թրամփը կարևոր դեր է խաղացել հուլիսյան սահմանային բախումները դադարեցնելիս, ինչի համար Կամբոջայի վարչապետ Հուն Մանետը նրան առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թրամփը զինադադարը համարել է միլիոնավոր կյանքեր փրկող։ Կամբոջան սկսել է զորքերի մասնակի դուրսբերումը որպես բարի կամքի դրսևորում։ Ես սիրում եմ դա անել։ Սիրում եմ, դա չպետք է ասեմ, թե հոբի է, որովհետև դա հոբիից շատ ավելի լուրջ բան է։ Բայց դա մի բան է, որն ինձ մոտ լավ է հաջողվում։ Եվ մի բան, որ սիրով եմ անում։ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է սրանով զբաղվեր, բայց չի զբաղվում։ Բացի Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների հետ հանդիպումներից, Թրամփը Կուալա Լումպուրում առանձնազրույց է ունեցել նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկումները լավ են անցել, և Միացյալ Նահանգների նախագահը երաշխավորել է, որ երկու երկրները կհասնեն առևտրային համաձայնության։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք է սահմանել բրազիլական ապրանքների նկատմամբ, ի պատասխան նախկին նախագահ Ժայր Բոլսոնարոյի ազատազրկման դատապարտելուն։ Բրազիլիայի հետ մենք գործարք կկնքենք, կարծում եմ շուտով համաձայնության կգանք։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Մինչ Թրամփը դիվանագիտական հանդիպումներ է անցկացնում, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նույն օրը հայտարարել է, որ պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել Միացյալ Նահանգներին հարավչինական ծովում ամերիկյան ռազմածովային ուժերի երկու ինքնաթիռների վթարից հետո։ Ասիական շրջագայության հաջորդ և թերևս ամենաբարդ կանգառը կլինի Հարավային Կորեայի Պուսան քաղաքը, որտեղ հոկտեմբերի 30-ին Թրամփը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Այս հանդիպումը դիտարկվում է Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ամենամեծ մարտահրավերներից մեկը, քանի որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները կփորձեն կանխել իրենց առևտրային պատերազմի հետագա սրումը։ Բանակցությունների նախապատրաստական փուլում երկու կողմերն էլ լուրջ առաջընթացի ակնկալիքներ չեն հայտնել, կենտրոնանալով տարաձայնությունների կառավարման և համեստ բարելավումների վրա։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։